Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մարտի 22-ն է, իրոք շատ հետաքրքիր հաղորդում ունենք, հիմնականում Իրանն է թեման, Հայաստանից այս հաղորդման ընթացքում չենք խոսելու, բայց հետաքրքիր եւ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում այս պատերազմի մեջ, այնպիսի փոփոխություններ, որոնց որ ես չէի սպասում, կան տենդենսներ, որոնք որ նկատելի են դառնում, չեմ կարող հանգել ինչ որ եզրահանգումների, բայց միասին կքննարկենք եւ կփորձենք նաեւ հասկանալ թե ինչ է տեղի ունենում։ Խոսքը միանգամից ասեմ, ինչի մասին է։ Խոսքը նրա մասին է, որ Իրանից կարողանում են թիրախավորել F-35 ինքնաթիռ, այն վայրեջք է կատարում Իրաքում, ճիշտ է, չեն կարողացել խոցել ինքնաթիռը, այն կարողացել է վայրեջք կատարել, հետո տեղեկություն կա, որ իսրայելական F-16 են թիրախավորել, հետո տեղեկություն կա, որ Իրանից դեպի հարավ շատ ավելի հեռու մոտ 3000, 4000 նույնիսկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դիոգո Գարսիա կղզին են թիրախավորել բրիտանական։ Այնտեղ Դիոգո Գարսիայում տեղակայված են Ամերիկայի Միացյալ Նահանգների ատոմային ռմբակոծիչները, ատոմային սուզանավերը եւ այլ տեսակի շատ կարևոր եւ այլ տեսակի ռազմական շատ կարևոր ներկայություն ունի այդ կղզու վրա Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հնդկական օվկիանոսում է գտնվում այդ կղզին, ինչպես արդեն նշեցի, Իրանից մոտ 4000 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Այսինքն Թեհրանը ասում էր, որ իրենց հերթերները չեն կարող թռնել այդ հեռավորության վրա, չնայած ամբասարակչին արտգործնախարարը ասում էր, որ իրենք հատուկ են կրճատել հերթերների իրենց հեռավորությունը մինչև 2000 եւ մենք երեք տեսանք արդեն թե ինչպես Իրանը բաց թողեց երկու հերթիր Դիեգո Գարսիայի ուղղությամբ։ Այս մասին մանրամասն կխոսենք, ինչպես նաեւ կխոսենք, թե ինչպես ստացվեց, որ Իրանը կարողացավ այս անգամ հարված հասցնել իսրայելական դեմոնային, այնտեղ գտնվում է Իսրայելի ատոմային օբյեկտ, այնտեղ են գտնվում Իսրայելի ատոմային օբյեկտները, ամենապաշտպանված վայրն է դա Իսրայելում, հաստատի Արատա քաղաքի վրա կարողացել է հարված քաղաքին կարողացել է հարված հասցնել Իրանը եւ կամ բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Մանրամասն կքննարկենք սիրելի հայրենակիցներ այս հարցերը։ Նախքան հաղորդումը սկսելը կրկին կոչ եմ անում անպայման բաժանորդագրվել, շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ միշտ արձագանքում են մեր կոչերին եւ բաժանորդագրվում են եւ բաժանորդագրվել են։ Նաեւ շատ շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար, ահռելի մեծ աջակցություն է մեր ալիքի տակ ձեր կողմից, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Եվ միանշանակ դա պարտավորեցնում է մեզ ավելի լավ փորձել անել մեր աշխատանքը։ Սկսենք նրանից, որ երեք տեղեկություն տարածվեց, որ հութիները նույնպես միանում են այս պատերազմին եւ միանում են պատերազմին բնականաբար աջակցելով Իրանին։ Այսինքն սպասվում են հերթերակոծություններ նաեւ Եմենի հութիների կողմից, այս բայդարությամբ այդ մասին տեղեկություն չկա, որ իրենք արդեն իսկ միացել են եւ հերթերներ են ուղղել Իսրայելի վրա ուղղությամբ, բայց մենք գիտենք, որ Իսրայելի ներկայությունը հիմա նաեւ Սոմալիլենդում շատ մեծ է եւ միանգամից այդտեղից իրենք հարված կհասնեն արդեն Եմենի հութիներին։ Ամենակարևոր թեմաներից մեկը, թեմաները շատ կան այսօր կարևոր, ինչպես արդեն նշեցի, երեք Իրանը փաստացի Դիեգո Գարսիայի ուղղությամբ, կղզու ուղղությամբ, այդ որտեղ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ատոմային ռմբակոծիչներ ունեն, ինչպես նաեւ սուզանավեր ատոմային շատ լուրջ ռազմական ներկայություն, այդ ուղղությամբ երկու հերթիր է արձակել։ Մեկը միանգամից ընկել է ծովում, երկրորդը Ամերիկայի Միացյալ Նահանգների նավերից մեկի կողմից է օդում չեզոքացվել։ Հիմա շատ լուրջ հարց է առաջանում, թե արդյոք իրանական այդ հերթիրները կարողանային խոցել տվյալ կղզին, քանի որ տվյալ կղզու հեռավորությունը շատ ավելի հեռու է, տարածաշրջանից դուրս է, այն գտնվում է մոտ 4000 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե Իրանը բաց է թողել այդ հերթիրները, ինչպես արդեն նշեցի, այդ մեկ հերթիրը ծովն է ընկել, իսկ մնացածին հարվածել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նավը, այսինքն օդում խոցել է այդ հերթիրը,
մենք 100%-ով չենք կարող պնդել, որ այդ հրթիռները կկարողանային այդ հեռահարությունը հաղթահարել եւ հասնել մինչեւ 4000 կիլոմետր եւ խոցել նշանակետը, բայց սա արդեն բավականին լուրջ զգուշացում է եւ բավականին լուրջ ձևով փոխում է խաղի կանոնները, կամաց ինչ որ տենդենս եմ նկատում, չեմ ուզում առաջ ընկնել, թե ինչպես է ստացվում, որ օրինակի համար կարողանում են վնասել F-35 ինքնաթիռը ամերիկյան, որը որ Իրաքում վայրէջք է կատարում, հետո երեք խոսում էին, որ խոցել են իսրայելական F-16, մի երկու անգամ այդպիսի հաղորդագրություններ մենք ստացանք, եթե նման բաներ են տեղի ունենում, սա նշանակում է այն, որ ինչ որ մի բան փոխվում է այս պատերազմի մեջ, ինչպես է ստացվում, որ Իրանը ամենասկզբից չէր կարողանում այդպիսի գործողություններ իրականացնել, հարված հասնել մինչև 4000 կիլոմետր հեռավորությամբ, այսինքն փորձել, սա փորձ էր, որը որ չստացվեց, բայց ամեն դեպքում եւ նաեւ խոցել կամ վնասել ինքնաթիռներ իսրայելական ու ամերիկյան F-16, F-35, բայց ամենակարևոր տեղեկությունը այն է, որ այսօր գիշերը, ինչպես արդեն նշեցի, Իրանը կարողացել է հրթիռով հարված հասցնել Իսրայելին, Դեմոնային, Արատա այդտեղած քաղաքին, որտեղ որ հաստատի ահռելի մեծ ավերվածություններ են, իսրայելական օդուժը ընդհանրապես չի կարողացել արձագանքել եւ որսալ, փորձում են պարզաբանել, որ ուղղակի ինչ որ խնդիր է առաջացել հակաօդային պաշտպանության մեջ չի նկատել այդ հրթիռը, դրա համար ընկել է բնակելի շենքերի վրա եւ բազմաթիվ ավերվածություններ եւ զոհեր կան, նախնական տվյալներով 20-ից ավել զոհ կա եւ 200-ից ավել վիրավոր, սա նախնական տվյալներ են եւ կարելի ասել, որ պատերազմի սկսվելուց ի վեր սա ամենաողբերգական գիշերն էր Իսրայելում եւ հետաքրքիր արձագանք է ստացել այդ հարվածը, բայց կարևոր է նշել, որ դրանից առաջ իսլամական հեղափոխության այդ կորպուսի պահապանները հայտարարել էին, որ հիմա արդեն նոր տեսակի հրթիռային հարված են իրենք հասցնելու Իսրայելին, իսկ այդ հարվածից հետո Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ սա նշանակում է, որ այսուհետ իսրայելական օդը անպաշտպան է եւ իրենք կկարողանան հարված հասցնել Ուրուզնան, եթե ամենապաշտպանված քաղաքին շրջանին են կարողացել հարվածել Իսրայելին, ապա պարզ է, որ սրանից հետո իրենք կկարողանան հարված հասցնել Ուրուզենան եւ սա փոխում է ըստ իրեն խաղի կանոնները։ Իրականում դժվար է ասել, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես արդեն նշեցի, Իսրայելը հերքում է, որ ինչ որ նոր տեսակի հրթիռ է օգտագործել Իրանը, ուղղակի ասում են, որ իրենց հակաօդային համակարգը չի աշխատել, ինչ որ խնդիրներ է ունեցել, բայց ես կարծում եմ, որ շուտով ամեն ինչ ավելի պարզ կդառնա։ Կարևոր է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը երեք շատ հզոր հարվածներ էին ամբողջ օրվա ընթացքում հասցնում Իրանին, հատկապես թիրախավորում էին Նատանզայում գտնվող ատոմային օբյեկտները Իրանի, այսինքն ռազմական գործողությունները ամբողջ ծավալով շարունակվում են եւ նույնիսկ ես կարող եմ ավելացնել այն, որ արդեն CBS News-ն է հաղորդում այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ցամաքային զորքեր են ուղևորվում դեպի Մերձավոր Արևելք, մենք խոսում էինք ծովային հետևակի մասին, թվով 2500 այս մասին մենք քննարկում ունեցել ենք, բայց ելի ու ելի շատ զինվորականներ են ուղարկվում Մերձավոր Արևելք, Թրամփին երբ որ հարցերին ինքը ասել է, որ ցամաքային գործողություն տեղի չի ունենա, բայց եթե նույնիսկ տեղի ունենար, ես ցես դա չի ասես, այդ մասին լրագրողներին, լրատվամիջոցներին չի տեղեկացնի, լրագրողներին ու լրատվամիջոցներին չի տեղեկացնի, ասում է Դոնալդ Թրամփը, բայց ավելի շատ տեղեկություններ կան այդ մասին, որ ցամաքային գործողությունը շատ հավանական է եւ այդ կղզու գրավումը նույնպես, որը որ շատ մեծ չէ իր տարածքով, ընդհանրապես մի քանի կիլոմետր է, բավականին մեծ է հավանականությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձեն գրավել այդ կղզին։ Այդ կղզու վրա Իրանի հիմնական նավթի
արտահանումն է, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները այդտեղ կարևոր շատ գործարան էին կառուցել նախկինում դեռ շահի ժամանակ, այսինքն իսլամական հեղափոխությունից առաջ եւ եթե այդ կղզին Ամերիկայի Միացյալ Նահանգները գրավեն, դա կարող է փոխել պատերազմի ողջ ընթացքը, դրանից բացի մենք արդեն խոսել ենք, որ Հորմուզի նեղուցը այլևս Իրանը կարող է չկարողանա վերահսկել, եթե այդ կղզին գրավեն։ Ու այս ֆոնի վրա շատ հետաքրքիր տեղեկություն կա այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի վրայից պատժամիջոցները հանում է նավթի վաճառքի, այդ արգելքը հանվում է, բայց դա Իրանին կարող է հնարավորություն տա 14 միլիարդ դոլարի եկամուտ ստանալ, այս արգելքը գործում է 1996 թվականից սկսած, թե ինչ կա Թրամփի մտքին, մասամբ պարզ է, մասամբ չէ, հարցը նրանում է, որ եթե Իրանը կարողանա վաճառել նավթ, ապա նավթի գները միանգամից կնվազեն, բայց մյուս կողմից կարող է իրենց տնտեսությունը արդեն լուրջ օգուտ դրանից ստանա եւ հնարավորություն ստանա շարունակելու պատերազմը, բայց եթե այդ կղզին գրավելու են, այսինքն բազմաթիվ հարցեր կա, որոնց շուրջ կարելի է մտածել եւ եզրահանգումներ անել, թե ինչի համար է այդ քայլին գնում Դոնալդ Թրամփը։ Եվ ահա այս հզոր եւ ծանր հարվածների ֆոնի վրա Իսրայելին Դոնալդ Թրամփը նոր հայտարարությամբ է հանդես եկել ու ասում է, որ եթե 48 ժամվա ընթացքում Իրանը չբացի Հորմուզի նեղուցը, ապա մենք հարված կհասցնենք նրանց էլեկտրական համակարգին, այսինքն Իրանը ամբողջովին կհայտնվի մթի մեջ, այսինքն էլեկտրականությունը ամբողջովին կվերացնեն։ Այսպիսի սպառնալիք է հնչեցրել Դոնալդ Թրամփը։ Ի պատասխան Ալի Լարիջանի, սպանված Ալի Լարիջանի սոցիալական ցանցում կրկին զետեղվել է այն հայտարարությունը, որ նա արել էր օրեր առաջ, երբ որ դեռ կենթանի էր, այն մասին խոսվում էր, չէ՞ որ կարող է հարված հասցնեն Իրանի էլեկտրական համակարգին եւ այն ժամանակ Ալի Լարիջանին ասել էր, որ եթե մեզ հարված հասցնեք, ապա ամբողջ տարածաշրջանը կհայտնվի խավարի մեջ, այսինքն պատասխան հարված է հասցնելու Իրանը բոլոր երկրներին, հատկապես Պարսից ծոցի երկրների էլեկտրական համակարգերին եւ փորձելու է շարքից դուրս անել հարևան երկրների էլեկտրական ցանցերը։ Ու դրանից բացի մեկ ուրիշ հայտարարությամբ նույնպես հանդես է եկել Դոնալդ Թրամփը, հետաքրքիր այսպիսի հզոր հարվածից հետո Իսրայելին ինքնաթիռների վրա հարձակումից Դիեգո Գարսիայի այդ կղզու նկատմամբ հրթիռներ ուղարկելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սրբել են Իրանը աշխարհի երեսից։ Իրենք ուզում են պայմանավորվել, բայց ես չեմ ցանկանում։ Դատողությունները իհարկե թողնում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, ես չեմ ասում, որ Իրանին վնաս չի հասցվել, ահռելի վնաս է հասցվել։ Ես կրկին մնում եմ այդ կարծիքին եւ դա փաստ է, այսինքն կարծիքը որն է, բայց ինչ որ տենդենսներ, փոփոխություններ եւս նկատելի են այս պատերազմում, չեմ ուզում կրկին շտապել, եթե այդ հրթիռային հարվածները կրկնվեն, Իսրայելը չկարողանա պաշտպանել իր օդը եւ նաեւ փորձեն կրկին հարված հասցնել տարածաշրջանից դուրս եւ այդ հրթիռները կարողանան հասնել 4000 կիլոմետր, դա նշանակում է, որ նրանք կարող են հասնել նաեւ եվրոպական երկրներ, բազմաթիվ եվրոպական երկրների, այս ամենը փոխում է իրոք խաղի կանոնները։ Չնայած միևնույն է, Իրանի պարտությունը դա ընդհանրապես ժամանակի հարց է։ Ուղղակի այստեղ հարց է առաջանում, թե ով եւ ինչպես է օգնում Իրանին։ Եվ երկու կարևոր տեղեկություն նույնպես, եւ հետո ավարտենք մեր հաղորդումը։ Առաջինը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողացել են բավականին լուրջ հարվածներ հասցնել Իրաքում այդ Իրաքի միլիցիա կոչված իրանական պրոքսի ուժերին, շիա այդ ուժերին, որոնք որ աջակցում էին Իրանին եւ փորձում էին հարվածներ հասցնել, փորձում էին չէ եւ հարվածներ էլ հասցնում էին լավել Ամերիկայի Միացյալ Նահանգների բազաներին Իրաքում։ Եվ երկրորդ հաջորդ կարևոր տեղեկություններից մեկը այն է, որ Քաթարում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Չնայած որ պաշտոնական տեղեկություններով տեխնիկական խնդիրներ է ունեցել ուղղաթիռը։ Երեք էլ հետաքրքիր մեկ տեղեկություն կար, որ վերաբերում էր Սիրիային, փաստացի Սիրիայի առաջնորդ Ջուլանին փորձեց
օգտվել ստեղծված իրավիճակից, որ Իսրայելը գտնվում է պատերազմական գործողությունների մեջ եւ ինչպես որ քրդերի հարցը լուծեց Սիրիայում, փորձեց նաեւ հարձակում իրականացնել դրուզերի վրա, բայց Իսրայելը այնուամենայնիվ կարողացավ կանգնեցնել Ջուլանիին մի քանի հարվածներով, ստիպեցին սիրիական զորքերին հետ քաշվել եւ նրանց եւ դրուզներին կրկին Իսրայելը վերցրեց իր պաշտպանության տակ։ Ահա այսպիսի շատ խառը երացող վտանգավոր իրավիճակում է պատերազմական գտնվում ամբողջ մերձավոր արևելքը, սիրելի հայրենակիցներ։ Այս պայդրությամբ այսքան հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։